Երևանի կենտրոն և տարբեր վարչական շրջանների բնակիչներն ահազանգում են նախորդ տարիների համեմատ այս տարի մլաքները շատացել են։ Պատճառը պարզվում է անձրևոտ եղանակն է, սակայն նույնիսկ այդ դեպքում բնապահպան Սիլվա Ադամյանը համոզված է, եթե պատկան մարմինները կատարեին անհրաժեշտ աշխատանքներ, այս վիճակը չէր լինի։ Այս մասին Պանորամա-ը զրուցեց Սիլվա Ադամյանի հետ, ով նշեց, որ էկոլոգիական մշտադիտարկումն ու հիդրոմետ ծառայության հետ աշխատանքը պետք է համահունչ լինի։ Սա մեզ համար նորմալ իրավիճակ չի, սա կլիմայական փոփոխությունների խնդիր է, որը մեզ դրել է ուրեմն որոշ խնդիրների առաջ։ Երևանի քաղաքապետարանի կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Պանորամա-ի հետ զրույցում էլ նշեց, որ մլաքների քանակի ավելացման 3 պատճառ կա։ Եվ ինչու են Երևանում շատ որոշ հատվածներում, որտեղ մենք ունենք թերիներ, այդ որ փոխարինում ենք, մենք ունենք թերի տեսակի ծառատեսակներ, որ ժողովրդական լեզվով ասած այդ շիրան որ թափվում է։ Իրանք հիմնականում մեզ չի Երևանից են, հավաքվում են այդ հատվածներում։ Իսկ ինչ վերաբերում է թեղիներին, նա ասաց, որ դրանք այլևս կենսունակության ավարտին մոտ ծառեր են, բուժման չեն ենթարկվում, քանի որ պետք է թույլատրելի նորմայից բարձր քիմիական նյութեր կիրառեն, ինչն անթույլատրելի է ու վնաս է հասցնում բնակչության առողջությանը, քան մոծակների պատճառով ստեղծված անհարմարությունն է։